Բարի երեկո, խոսքի իրավունքում Ավետիք Չալաբյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համեցել եք։ Շնորհակալ։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ անշուշտ եղել են կեղծված ընտրություններ, դա թաքցնելու բան չի, բոլորիս աչքի առջև եղել են ինչ-որ բաներ։ Սովորել են դրանց շնորհիվ իմաստով։ Բայց այսքան ակնհայտ ապօրինություններ եղել էին։ Գիտեք ինչ նա ցավալի, նայած ինչի հետ ենք համեմատում իհարկե, դա եղել են, ենթադրենք 96 թվականի կեղծված ընտրությունները ակնհայտել են, հա։ Բայց 2018 թվականից հետո խելամիտ ակնկալիք գոյություն ուներ, որ այն իշխանությունը, որը եկել է ազատ ընտրությունների հանդիսավոր խոստումով, ասենք Փաշինյանը քանի անգամ ասել, չէ՞ ձեռքս կկտրենք, այլ ընտրություններ չի կեցնում եւ այլն, հա։ Ու դու մեկ էլ գալիս ու տեսնում ես, որ ընտրությունները կեղծել է պոզով փոչով չի լինում, 58000 ընտրող, 58300 գնացել են, ընտրել են կոնկրետ քաղաքական ուժի, երեք այդ մարդկանց ընտրությունը վերցեցին 7 ճակերտներով հարգարժան մարդիկ, չեղարկեցին ուղղակի, ասեցին չկաք դուք 58000 մարդ գոյություն չունեք։ Այնտեղ մարդիկ հարցնում են, նաև ես ասում եմ, բայց ո՞նց է, բայց մարդկանց ընտրական իրավունքը ո՞նց է բան։ Չէ, դա էական չի։ Ինչն է էական, երևի ինձ թվում է էականաշատ Հիկմետ Հաջիև, օրինակ, որ ինքը եկել է Դիլիջան, մանագալի, երևի այնտեղից նաև ցուցումներ է տալի, թե ոնց է պետք ընտրությունները կեղծել։ Դե իրանք կեղծում են բնականաբար։ Իրանց ոչ մեկ այդ հարցը չի տալի։ Երևի եկել էր փորձի փոխանակմամբ, երբ որ Փաշինյանը երևի ասել էր Ալիևին, որ գիտեք ինչ չի ստացվում, սահմանադրական մեծամասնություն չեմ կարող հավաքեմ, խոստումներս չեմ կարողանալու կատարեմ, ասել են դու հո բան չես, երեխա չես, դրա եղած ինչ է։ Հələ մի հատ նայ էլի տես մի հատ որտեղ է կեղծում ու գտան, ասենք ծակուցուկը գտան, գնացին, ասենք բացահայտ կեղծեցին, էլի։ Աբսուրդ է, իրականում լուրջ եմ ասում, եթե մի քիչ սարկաստիկ բանից ժանրից հրաժարվեմ, ես ինքս դիտարկել եմ 17-18 թվականների 21 թվականի եւ բնականաբար 26 թվականի ընտրությունները, որոնց կարելի ասել մասնակցել եմ արդեն որպես վստահված անձ, եւ այն ինչ որ ես տեսա այս անգամ ուղղակի բոլոր հնարավոր սահմանները բնականաբար անցնում է։ Եվ իդեպ ասեմ ձեզ, ամենացավալին գիտեք որն է, մենք ինչ որ իմաստով ի վերջո մեր ժողովուրդը բարին, լավին, զարգացմանը հավատող ժողովուրդ է, չէ՞, ինքը մտածում է, որ եթե ինքը գնում է ընտրությունների, ընտրում տեսել եք 1.5 միլիոն մարդ համար է մասնակցել։ Գնում է այն ակնկալիքով, որ իր ընտրություններով ի վերջո երկրի ճակատագիր է որոշվում։ Ի վերջո իր ընտրություններով իշխանությունն է ձևավորվում, եւ դա խելամիտ ակնկալիք է։ Մանավանդ մի երկրում, որը հայտարարել է, որ պետքա ժողովրդավարական ճանապարհով զարգանա։ Հիմա երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ մեզ 30 տարի հետ գցեց։ Իր որոշմամբ 30 տարի հետ գցեց, եւ եթե սահմանադրական դատարանն այդ որոշումը չփոխի, մենք հայտնվելու ենք 90-ականներին այդ ժամանակվա, այսպես ասած, բարքերի մեջ քաղաքական։ Ուտեղից սկսենք նորից հետ մանդեց։ Լավ հիշեցիք 96-ը, ուղիղ 30 տարի։ 96-ին ինչ էին ասում, ասում էին 100% ձենել հավաքի ընդդիմությունը, մեկը իշխանություն տվող չի լինելու։ Չենք տալու։ Ըստ էության այդ իրավիճակն իմիջից ասեմ, մեզ շատ կողմնակիցներ գրում են, մեզ ասում են, բա հիմա ինչ պետք անենք։ Դուք մեզ ասացիք, որ գնացեք ընտրությունների լավ է լինելու եւ այլն, եւ իրականում ընտրություններով, եթե տեսնենք, հա, արդյունքը լավ չէր, բայց ասենք խելամիտ արդյունք է բոլոր դեպքերում, հա։ Լավը չէր, որովհետեւ բնականաբար Փաշինյանը 47% էլ չպետք է հավաքեր, իրական իր այսպես ասած ընտրական բանը կշիռը 30-ից 40%-ի շրջակայքում է գտնվում։ Դա իմիջիայլոց մենք տեսել ենք Երևանում, որտեղ ընտրակեղծիքների ազդեցությունը ավելի փոքր է եղել։ Երևանում տարբեր վարչական շրջաններում Փաշինյանի հավաքած ձայները տատանվում են 35-ից 46%։ Եվ դա է իրական պատկերը։ Այնտեղ էլ առանձին համայնքներում ուղղորդված ընտրություն ա եղել։ Դրամ էլ 46, հա, դրամ էլ 46, բայց ասենք այն համայնքներն, որտեղ այդ ուղղորդումը, վարչական ճնշումը եւ այլն ավելի թույլ է, դրանց գործոն, օրինակ Արաբկիրում, Կենտրոնում, Դավիթ Հաշենավան եւ այլն, ոչ միտեղ 40%-ը չի գերազանցել։ Դա է Փաշինյանի իրական քաղաքական կշիռը, որը փոքր կշիռ չի, պետք է ընդունել, բայց որը բնականաբար սահմանադրական մեծամասնություն որևէ կերպ չի ենթադրում, հա։ Եվ այն որ նա այս ընտրախախտումներով, այս խայտարակությամբ երեկվա տեղի ունեցած իրեն այսպես ասած սահմանադրական մեծամասնություն փոկեց, հաստատ բումերանգի պես իրան վերադառնալու է, որովհետև այն մարդը, որը անընդհատ ժողովրդավար ձևանալով ի վերջո անցավ Ռուբիկոնը եւ մտավ բռնապետության դաշտ, պետք է հասկանա, բռնապետությունը իր կանոններով արդեն ապրում, իր կանոններով է զարգանում եւ բռնապետությանն էլ իր կանոններով են դիմադրում։ Հիմա չեն կարող ասել, որ ԿՊ-ն չստանալով այդ
իր ուզած տոկոսները, իր կշիռը որպես այդպեսին կարևորություն աշխարհակահաղական կենտրոնների համար կորցրեց։ Հիմա նույն Թուրքիայի համար էլ կորցրեց, Ադրբեջանի համար էլ կորցրեց։ Հիմա կարողանալու է սահմանադրություն փոխել, ոչ, կարողանալու է խաղաղության կոչված պայմանագիրը վավերացնել։ Այդ մեկը չգիտեմ հիմա այս ամեն ինչից հետո։ Սահմանադրությունը բոլոր դեպքերում չի կարողանալու փոխել եւ այդտեղ մի հատ ուրիշ հետաքրքիր պատճառ կա, դեպ դրա մասին թերևս արժի խոսալ։ Տեսեք, սահմանադրություն փոխելու համար ամբողջական սահմանադրությունը մեր եղած սահմանադրությունը պահանջում է, որպեսզի ազգային ժողովը սահմանադրության նոր նախագիծը դնի հանրակրվի։ Դրա համար պահանջվում է ազգային ժողովի падգամավորների 2/3-ից ավել ձայներ։ 2/3-ից ավել ձայներ ոչ մի առանձին վերցած խմբակցություն չի կարող ունենալ, այսինքն եթե նույնիսկ Փաշինյանը հավաքեր 2/3 մինուս 1 ձայն, ինչպես դա կար նախորդ ազգային կամ ներկայումս գործող ազգային ժողովում, հա, նրան պետք էր կամ այլ խմբակցությունների կամ այսպես կոչված Գեղամ Նազարյաններ։ Այո, անկախ այսպես կոչված անկախ падգամավորների, իրականում այսպես ասած խամաճիկների աջակցությունը, որպեսզի նա կարողանար սահմանադրական մեծամասնություն հավաքել։ Հիմա ակնհայտ է, որ նույնիսկ երեկվա այսպես ասած մանդատագողությունից հետո Փաշինյանը միևնույնն է սահմանադրական մեծամասնություն չունի եւ չի կարողանալու օրինական ճանապարհով սահմանադրություն փոխել։ Դա դեռ չի նշանակում, որ նա չի փորձելու անօրինական ճանապարհով սահմանադրություն փոխել, որովհետեւ որը կարա լինի դա անօրինական օրինակ չգիտեմ, ձեր ֆանտազիան հերիքում է։ Ես ձեզ հիշեցնեմ, ինչպես եղավ դա 2020 թվականին, երբ Փաշինյանն էլի սահմանադրական մեծամասնություն չուներ եւ սահմանադրական դատարանին վերաբերվող հոդվածը ըստ էության առանց սահմանադրական դատարան ներկայացնելու ազգային ժողովը փոխեց։ Դա բացահայտ հակասահմանադրական էր, բայց բոլորը դրա վրա աշկ փակեցին։ Ուզում ասեմ, այս ամբողջ ընթացքում մենք տեսել ենք, որ երբ որ Փաշինյանը այսպես ասած դեմ առնում օրենքի սահմանափակումներին, նա պարզապես այդ օրենքը խախտում է, համարելով, որ դա հաղթողներին չեն դատում, քանի ինքը հաղթող է, քանի ինքն է դիկտատորը երկրի, ինքը կարող է շարունակել օրենքները խախտել եւ այդպես շարունակ։ Այդ տրամաբանության մեջ մի խոշորագույն բաց կա։ Ամեն անգամ, երբ որ դուք բացահայտ օրենքը խախտում եք, երբ որ դուք բացահայտ բռնաբարում եք բնակչության կամքը, երբ որ դուք ցույց եք տալիս, որ մարդիկ ձեր համար ընդամենը, այսպես ասած, շախմատի զինվորներ են, հա, եւ կարող եք իրանց հետ զոհաբերել, ամեն անգամ հակազդեցության մակարդակը դրա պատճառով բարձրանում է եւ ի վերջո ցանկացած բռնապետություն աշխարհում տապալվել է հենց այդ պատճառով։ Փաշինյանը հաստատուն քայլերով եւ հիմա արագացված քայլերով գնում է դեպի բռնապետության տապալում։ Ինչքան ավելի բռնապետ եք, այնքան ավելի շատ է դիմադրություն լինում։ Մի բարձ պատճառով բռնապետությունը հենված է վախի վրա, ոչ թե լեգիտիմության, ոչ թե հարգանքի, ոչ թե սիրո, վախի վրա։ Եվ ինչքան բռնապետությունը ավելի ահեղ է, այսպես ասած, այնքան ավելի այդ վախը ավելի մեծ է։ Հիշեցնեմ ձեզ, որ այնպիսի բռնապետներ, ինչպիսին օրինակ Ստալինն են, Ստալինը երբ որ մահացավ, իր սեփական անմիջական շրջապատը 3 տարվա ընթացքում պարզապես Ստալինյան բռնապետությունը դեմոնտաժ արեց։ Պարզապես դեմոնտաժ արեց։ Էլ չեմ ասում ուրիշների մասին, Մուսոլինիի եւ այլն։ Ոստի Փաշինյանին առաջարկում եմ մտածել նրա մասին։ Ամեն հերթական քայլը, որ իրան տանում է բռնապետության ճանապարհով, տանում է նույն անխուսափելի վախճանին, որ ունեցել են այլ բռնապետները։ Ես ձեզ հասկացա։ Հիմա իշխանության միակ հույսն է, որ սահմանադրական դատարանը եւս դառնա այս հակաիրավական մոտեցման հանցակիցը, այսպես ասեմ, եւ փաստացի արդարացնի իշխանության զավթումը եւ վերջը։ Նախ ես արդեն ասացի վերջը որն է, բայց եկեք, քանի որ այդ հարցը տալիս եք, փորձենք հարցը դիտարկել երկու տեսանկյունից։ Նախ սահմանադրական դատարանը պարզապես եւս մեկ փուլ է բռնապետության կայացման ճանապարհին։ Եվ այստեղ Փաշինյանը եւ նրա կամակատարների խումբը ունեն երկու տարբերակ։ Փորձեն նույնը կրկնել սահմանադրական դատարանով, եւ խնդիրը սահմանադրական դատարանի մեջ չի, որովհետեւ սահմանադրական դատարանը նույն պարտադրանքը կկատարի, ոնց որ երեք կատարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նույն պարտադրանքը կկատարի։ Եթե պարտադրանքը լինի եւ դրան բավարար հակազդեցություն չլինի, սահմանադրական դատարանը եւս այդ պարտադրանքը կկատարի։ Հիմա մենք ունենք սահմանադրական դատարան, որը իր ամբողջ կազմով ձևավորվել է Փաշինյանի իշխանության օրոք, չեմ ուզում պնդեմ, որ դրանք բոլորը համատարած խամաճիկներ են, գուցե այդպես չի, մի մասը ավելի չեզոք պրոֆեսիոնալ, ենթադրենք դատավորներ են, մի մասը ակնհայտորեն Փաշինյանի դերացողներն են, ինչպես օրինակ Վլադիմիր Վարդանյանը կամ Սեդա Սաֆարյանը, բայց խնդիրը հետեւյալն է։ Սահմանադրական դատարանը ըստ էության դատարան է։ Ոնց որ հիշում եք, կշերքի նժարներն է, հա, նա քննում։
Խնդիրը նրանում է, թե կշերքի նժարների վրա ինչ ուժ է դրվածնելու եւ այս կողմից եւ այն կողմից։ Եթե Փաշինյանը շարունակի համառել, իսկ այս կողմից դիմադրություն չլինի, Սահմանադրական դատարանը կանի նույն բանը, ինչ որ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե Փաշինյանը հասկանա, որ Սահմանադրական դատարանով նույնը անցկացնելով ինքը հայտնվելու է անհույս ծուղակի մեջ եւ բռնապետությունից էլ հետդարձ չի լինելու, եւ կամ այս կողմից լինի շատ լուրջ դիմադրություն, Սահմանադրական դատարանը ստիպված է լինելու այլ կերպ կշռել այդ կշերքի նժարները։ Ուզում ասեմ, տեսեք, խնդիրը այդքան Սահմանադրական դատարանի մեջ չի։ Սահմանադրական դատարանը ուղղակի այն ձեռքն է, որը պահում է այդ կշերքը։ Խնդիրը նրա մեջ է, թե ամեն կողմը կշերքի նժարի վրա ինչ է դնում։ Հիմա երբ արդեն պարզ է, որ ԲՀԿ-ին չանցկացրին, այսինքն պրակտիկորեն գողացվեց ժողովրդի քվեն, ինչպես նշեցի 58000 քանի 100 ձայն, իմաստ կա վերցնել այսքանից հետո մանդատները, թե չէ։ Բնականաբար ոչ։ Իդեպ ես անցած շաբաթ հարցազրույց եմ տվել, հարցազրույցի վերնագիրը հենց այդպեսին է, որ եթե ԲՀԿ-ի մանդատները գողացվելու են, ով որ մանդատ է վերցնում, նա պարզապես գնում դառնում է թիրախ դրանից հետո, շատ պարզ պատճառով, որովհետև իրենց մանդատներն էլ են գողանալ, ուղղակի այլ ճանապարհով։ Քրեական ճնշման միջոցով, հա, խաբեության միջոցով, շանտաժի միջոցով, ֆիզիկական բռնության միջոցով իրենց տակից մանդատները գողանալու են։ Եթե գնաք մանդատները վերցնեք, տեսնելով, որ ըստ էության երկում բռնապետություն է ձևավորվում, իմաստը որն է բռնապետության մեջ անդիմություն աշխատելու։ Իմաստ չկա։ Ես իսկապես իմաստ չեմ տեսնում, եթե Սահմանադրական դատարանը շարունակի այս նույն կուրսը, որը երեք մենք տեսանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ապա դա նշանակում է, որ Փաշինյանի կողմից վերջնական որոշում է ընդունվել գնալ բռնապետության ճանապարհով եւ բռնապետի մոտ անդիմություն աշխատելը բացարձակ անիմաստ է։ Եթե հետ կանգնի, այդ դեպքում կարելի է քննարկել, հələ չի նշանակում, որ պետք է վերցնել, բայց եթե հետ կանգնի, գուցե պետք է քննարկել դա։ Շատ լավ։ Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը, արդյունքում ծխախոտը, ալկոհոլը եւ վառելիքը թանկանում են, սպասելի էր։ Հա, իհարկե։ Եվ դա վերջ չի։ Դա վերջ չի։ Ժողովրդի կաշին քերելու է այս իշխանությունը։ Կաշին քերելու է բոլոր այն խոստումները, որ ավանսով տվել է, հիմա այս ժողովրդի քթից է դուրս գալու։ Իմջալուց բարեկները սկսել են շատ ակտիվորեն կանգնեցնել բոլորին եւ ակտեր կազմել նույնիսկ բանի համար։ Բայց այսքան փող են ծախսել, այսքան փող են ծախսել, հանեն թե չէ։ Պետք է մի տեղի ժողովրդի ջանից պետք է հանեն, չէ՞, իհարկե։ Մի զարմացեք։ Ես միայն մի բանի վրա եմ զարմանում, էլի մեր ժողովուրդը երևի մի քիչ բան է, էլի, կարճ հիշողություն ունի։ Ընտրություններից առաջ խոստումներ են տալիս եւ ընտրությունից հետո տեղանում ուղիղ հակառակը։ Ուղիղ։ Խոստացել են ենթադրենք ձեր թոշակները բարձրացնել։ Հիմա տեղի ունենալու հակառակը պակասացնելու են նպաստները։ Խոստացել են, որ ամեն ինչ լավ է լինելու, ենթադրենք Ռուսաստանից։ Հակառակն է լինելու, այլ ավելի վատ է լինելու, մարդկանց բերքը փչանալու է եւ այլն։ Բազմաթիվ sense օրինակներ կարող են բերել, որովհետեւ այս իշխանությունների դեպքում մենք գործ ունենք բացարձակ անուղելի մանիպուլյատորների եւ սուտասանների հետ, որոնք միշտ արմեն հակառակը նրան ինչ են խոսք տվել։ Վերցեք իրանց ամբողջ հետագիծը դա հակառակն է նրան ինչ որ խոսք են տվել։ Բայց մեր ժողովրդի մի մասը փառկասով որ ոչ մեծամասնություն արդեն, բայց մի մասը շարունակում է միամտաբար դրան հավատալ։ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը եւ այլն, չթվարկեմ, ինքն այդ լավ գիտեք, հեռուստադիտողը նույնպես։ Գյուղացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները կշտկվեն եւ ամեն ինչ լավ կլինի։ Հիմա ինչ է լինելու։ Եթե երեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ կարգի խայտարակ որոշում չընդուներ, ես կմտածեի, որ գուցե այդպիսի հույս կա։ Բայց իրականում այդ որոշումը նաև մարտահրավեր է Ռուսաստանին, պետք է հասկանալ, որովհետև Ռուսաստանը ժամանակին ասա, չէ, այն ուժերը, որոնք մեր հետ ունեն բարի դրացիական հարաբերություններ, նրանք պետք է արդար ընտրություններին արդար մասնակցության հնարավորություն ունենան։ Ինչը տեղի չունեցավ։ Հիմա եթե դուք իրանց հնարավորությունը խլում եք, դուք դրանով նաև Ռուսաստանին ասում եք, որ չէ, կներես, այ եթե դու մեր դեմ պատժամիջոցներ ընդունել, բան մցրեցիր, ես էլ էս կանեմ եւ այլն, եւ դա բերելու է էսկալացիայի։ Դա բերելու է էսկալացիա, պետք է ուղիղ հակառակ սպասել։ Ուղիղ հակառակ սպասել։ Իդեպ ասացիք Սահմանադրական դատարանի մասին, հակառակն է ճիշտ, եթե հանկարծ Սահմանադրական դատարանը որոշի այնուամենայնիվ, որ վերակվարկություն պետք է տեղի ունենա ԲՀԿ-ն իր մանդատները արդյունքում մեծ հավանականությամբ վերցնի եւ այլն, դա նշանակում է, որ գուցե իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի ջերմացում է տեղի ունեցել եւ դա եւս այն գործոններից մեկն է, որ ազդել է Սահմանադրական դատարանի որոշման վրա։ Ցավալի է, բայց այդ այսպես ասած ռեալ պոլիտիկա, իրական քաղաքականություն է, որի վրա ազդում են նաեւ արտաքին քաղաքական գործոններ։ Դերեք ոստիկանությունը բռնեց այն Մայր Հայաստանի
պղծողին եւ այլն, տենց էլի ինչ որ բաներ ոնց որ թե տեղի են ունեցել, ինչ եթե Ռուսաստանը շնորհավորի եւ ինչ եթե չշնորհավորի, հատկապես այն բանից հետո, երբ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված դվին հյուրանոցում միջոցառումը որ եղավ, հայտարարեց այնտեղ, որ Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում եւ դա պատրաստ է անել կառուցողական ոգով։ Ինչ կասեք։ Գիտեք, կարծում եմ երկուսն էլ հավանական են, կարող է եւ շնորհավորի, կարող է չշնորհավորի։ Ընտրությունից հետո ինքը Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ որոշեք ինչ որ ռևերանսներ արել էս ընթացքում, հա, օրինակ ասලා, որ մենք Եվրոմիություն չենք անդամակցելու, մի սպասեք դա, արել է դա։ Եվ այլն, էլի։ Հիմա ըստեղ այս ամեն ինչի վրա պետք է նայել նաև մեր այնուամենայնիվ ներքին քաղաքականության տեսանկյունից, հա։ Ներքին քաղաքականության տեսանկյունից, եթե մեր երկրում իշխանությունը ձևավորվում է միայն արտաքին գործոնների, այսպես ասած, փոխազդեցության արդյունքում, դա նշանակում է, որ մենք այս երկրի քաղաքացիներս դարձել ենք բացարձակ անիրավ։ Գնում ենք ընտրությունների, չենք գնում ընտրությունների, այսպես ենք քվեարկում, այնպես ենք քվեարկում, վերջում ստացվում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը իրար մեջ որոշում են ներել, փոխարեն դա է ստացվում։ Սա իսկապես սարսափելի է այս գիտակցությունը, էլի, եւ մենք պետք է հասկանանք, որ չի կարելի այս սրա հետ համակերպվել։ Մեր երկրի ճակատագիրը մենք ինքներս պետք է որոշենք։ Իսկ մենք ինքներս կարող ենք որոշենք, եթե ավելի բարձր իրավագիտակցություն ունենք։ Օրինակ, դրա օրինակներից մեկը ձեզ ասեմ, երեք ես կենտրոնական ընտրական հանձնաժողովում եմ գտնվում, այն բան, երբ որ ինքը այդ ճակատագրական խայտարակ որոշում կայացրեց։ Դրանից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը գնացել էր ընդմիջման։ Եվ ես այդ ընդմիջման ժամանակ մի քանիսի այդ անդամների, անունները չնշեմ, բայց մի քանիսի այդ անդամների խոսում եմ։ Ես հասկացա, որ իրանք բոլորը հասկանում են, թե իրանք ինչ ահավոր աղետալի որոշում են ընդունում։ Ինչպես են իրանք ըստ էության ոտնահարում օրենքի ոգին եւ տառը, ինչ վտանգավոր հետևանքների դա կարող է բերել եւ ժողովրդավարության, եւ իրավակարգի, եւ անձամբ իրենց ցանկացած տեսանկյունից, այո։ Այդ ամեն ինչը հասկանում են, բայց իրենց մեջ տարական քաջություն չեն գտնում, որպեսզի պաշտպանեն օրենքը։ Տարական քաջություն չեմ ուզում նույնիսկ խոսքերը կրկնեմ, էլի, որովհետեւ դրանից շատ ակտիվ պարզ կդառնա ով է Արսավանքի էի կենթարկում։ Բայց չէ, իրանց խոսքերը չեմ ուզում կրկնել, որովհետեւ կհասկանան ում մասին է խոսքը, էլի, բայց ես հասկանում եմ, որ իրանք դոմս քայլում են սփռտնած դեմքերով, մոխրագույն գորշ դեմքերով, ու հասկանում են, էլի, որ հիմա մի հատ բան են անելու, որ ամբողջ կյանքով իրանցից յուրաքանչյուրի վրա խարան է մնալու, յուրաքանչյուրի բոլորը հիշելու են, որ այս կազմից 7 մարդը գնացին օրենքին դեմ, ըստ էության գողացան ժողովրդի մանդատը, ժողովրդի քվեն, ոտնահարեցին ժողովրդավարությունը եւ այլն։ Բոլորը հասկանում էին դա առանց բացառության եւ ոչ մեկ իր մեջ քաջություն չգտավ, նույնիսկ հատուկ կարծիք հայտնելու։ Եվ ես լուրջ եմ ասում, էլի շոկի մեջ եմ դրանից, որովհետեւ ասում եմ, եթե մեր վերնախավը քաղաքական, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները քաղաքական վերնախավի անդամներ են, չէ՞։ Իր մեջ քաջություն չի գտնում օրենքը պաշտպանելու։ Բա ինչ ենք սպասում մենք շարքային քաղաքացիներից, ինչ ենք սպասում ոստիկաններից, զինվորներից եւ այլն։ Ինչ ենք սպասում։ Մենք սենց պետություն չենք կարող լինենք։ Դրա համար մեր փոխարեն պետք է որոշեն ռուսներն ու ամերիկացիները, եթե մենք ինքներս մեր փոխարեն մեր օրենքը չենք կարողանում պաշտպանել։ Վերջ Թավիշին, ասեց Փաշինյանը հերթական անգամ, բայց նաև քանիցս կրկնել է, ասել է, որ բոլորը երկար ժամանակ անցկացնելու են բանտում, նկատի ունենալով երեք ուժերի առաջնորդներին եւ էլի ինչ որ մարդկանց հավանաբար։ Բայց իրեն էլ ինքն էլ անցկացնելու բանտում։ Ուղղակի ավելի ուշ տեղի կունենա դա։ Հիմա բռնապետության խաղի կանոն սահմանվեց փաստացի հրապարակային։ Սա ինչ վտանգներով է լի։ Գիտեք, ով խաղի կանոն փոխվեց։ Գիտեք, այո, ժամանակ ոչ բռնի Թավշյա էր, հիմի Թավիշը չկա։ Երեք մենք ըստ էության ականատես եղանք մեր երկրում ընդհանուր պարադիգմայի փոփոխության։ Եթե մինչև հիմա մենք ունեինք ավտորիտար համակարգ, որը քողարկվում էր ժողովրդավարական լոզունգներով, երեք այդ ամբողջ դիմակները նետվեցին, Փաշինյանը եւ իր դրածոների հավաքածուն եկան ասացին վաղվանից էլ չի լինելու ոչ մի ժողովրդավարություն։ Վերջ, մենք գնում ենք բացահայտ բռնապետության։ Բացահայտ բռնապետություն, ինչ ուզում եք արեք, մենք ուրիշ ձև չունենք։ Մենք չենք կարող իշխանությունը պահենք, ոչ մի ժողովրդավարական ճանապարհով էլ չենք կարողանալու իշխանությունը պահենք, մենք դատապարտված ենք, ուրեմն մնում է բռնապետություն, ու գնացին բռնապետության։ Հիմա ես ում ասեմ հետեւելը, Փաշինյանը մարդկության պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ երևի վերջին բռնապետն է։
եւ ցանկացած բռնապետության սկիզբն ու վերջը մոտավորապես նույնն են պատմության մեջ։ Բացառիկ բռնապետներ են, որոնք խուսափել են ժողովրդի ցասումից եւ պատժից։ Բացառիկ։ Համար ես բարբերաբար դրա մասին ասում եմ, հիմա էլ եմ ասում, մարդիկ ասում են, բայց երբ ենք այդ տեսնելու եւ այլն, ի վերջո պրակտիկորեն բոլոր բռնապետները գալիս հասնում են իրենց տրամաբանական վախճանին, որոնք իրանք արժանի են։ Եվ շատ པարզ պատճառով, որովհետեւ հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց իրանք վախի մեջ են պահել, բանտերում են պահել, ստորացրել են, ունեզրկել են եւ այլ, վաղ թե ուշ գալիս են հատուցման հետևից։ Ուստի ցանկացած բռնապետ, որը գայթակղվում է բռնապետական իշխանությամբ, թող հիշի, դրա վերջը գալիս է։ Հիշում եք հայտնի խոսքերը Գլադիատոր կինոնկարում, Օսկարներ նվաճած։ Երբ որ բռնապետը սկսում է Մաքսիմուսին ասել, թե ոնց է տանջել իր ընտանիքին, ասում է տիրակալ, փառքի տորերը վերջանալու են։ Տիրակալ փառքի տորերը վերջանալու են։ Մի գնա բռնապետության ճանապարհով, հիմա են քեզ ասում։ Կարող է ես էլ այդ վաղ չլինեմ, կարող է իմ գլուխն էլ կերածել նես այդ ընթացքում, բայց ցանկացած բռնապետություն նույն ձևով է վերջանում։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցին։ Ձեզ եմ շնորհակալ։ Հայկական երկրորդ եթերում խոսքի իրավունքից օգտվեց Ավետիք Չալաբյանը, մենք կհանդիպենք ցտեսություն։ Ամեն օր օրվա ամենակարևորից առանց արհեստական հավելումների։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։